Աստված ձեզ օրհնի, փառք Աստծո, որ մենք նորից Աստծո ներկայության առաջ ենք։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք, անգամ շատ ժամանակ մենք տեսնում ենք ինչու է Աստծո խոսքը ծռմռվում, բայց եթե ծռմռվում է, ինչ է գրած Պետրոս առաքյալ ասում է ծռմռվում, այդ անկիրտները ծռմռվում են իրենց կորստյան համար, շատ վտանգավոր է։ Կա հասարակ թվա դելը ոչինչ թվա տենց լինի, բայց գիրքը սուրբ գիրքը ասում է ծռողի եւ իրենց հետևողների կորստյան համար է։ Մեծ փորձանք է սա Աստծո խոսքը ծռմռել, սխալ ներկայացնել։ Մենք ուզում ենք Տեր Հիսուսի մասին մի քանի հատված կարդանք ու նայենք Տիրոջ մասին։ Կողոսացիների առաջին գլխի 14-15-ն եմ կարդում, ասում է, որի ձեռով ունենք փրկություն նրա արյունովը, մեղքերի թողություն եւ մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված։ Ուրեմն ինչու 14-ն կարդացի, որ իմանաք հաստատ Տեր Հիսուսի մասին է խոսքը, որ ասում է աներևույթ Աստծո պատկերն է, ասենք Աստված չի երևում, աներևույթ է, ոչ ոք չի կարող հորը տեսնել, իհարկե արդեն գրած է բացի նրանից, ով նրանից դուրս եկավ, նա ծոցից դուրս եկավ, Քրիստոսից, Սուրբ Հոգին գիտի Աստծո պատկերը ամբողջովին եւ Հիսուսը գիտի, բայց Հիսուսի համար ասում է աներևույթ Աստծո պատկերն է։ Երկնքում որ մենք լինենք, մենք Աստծուն չենք տեսնելու, որտեղ աներևույթ է։ Աստծո աթոռի մենակ փառք ենք տեսնելու ինչ-որ, ինչպես Հովհաննես առաքյալը ներկայացնում է, բայց Աստծո աթոռի վրա նստած որպես Աստված եւ որպես Թագավոր տիեզերքի տեսնելու ենք Հիսուս Քրիստոսին, երևացող պատկեր, որովհետեւ նա արդեն պատկեր ստացավ, երբ որ մարդացավ։ Եվ հիմա երկնային մարմնով է Աստծո աթոռին նստած, երկնքում եթե մարդիկ ուզենան Աստված տեսնեն, Հիսուս պիտի տեսնեն։ Սակայն ոմանք ուզում են Հիսուսի աստվածությունը վերացնեն, այն օրը ասենք ես ինձ մի գիրք նվիրեցին, Աստվածաշունչ, որ կարդացի։ Ու տեսա, որ սա ռասելականների թարգմանած Աստվածաշունչն է, այսինքն Յովայի վկա կոչված խմբի թարգմանությունն է, ու շատ տեղեր, այո, պահել են, ինչպես որ բնագրում կա, բայց հենց Հիսուսին է հարցը վերաբերում ծռմռած է։ Խաչի տեղը գրել են ցից, կամ այս հատվածը, որ գրած է ամեն արարածներից առաջ ծնված, նրանք փոխել են գրել են ամեն արարածներից առաջ ստեղծված, իբր առաջին ստեղծագործությունն է։ Մի բառ են փոխում, շատ չեն փոխում, բայց այստեղ կյանքի կորուստ կա։ Եթե ստեղծված է, ուրեմն Աստված չէ, սկսում են դրա վրա վարդապետություն արդեն մատուցել։ Եթե ստեղծված է, տեսնում եք գրած է ստեղծված, մարդիկ էլ չեն հասկանում, որ սրանք փոխել են, որտեղ գրքից տեղակ չեն։ Այո, մեր մեջ են, ովքեր որ գիրքը չգիտեն, հեշտ կընդունենք, ասում են, հեսա գրած է։ Բայց բնագրում եւ հին թարգմանությունների մեջ դες չի։ Ամեն արարածներից առաջ ծնվածը ստեղծված չի։ Աստծուց դուրս եկած, Տերը այդպես է բացատրում, Աստծուց դուրս եկա։ Այսինքն, քանի ոչ մի բան չկար, ոչինչ չկար։ Ոչ աստղ, ոչ հրեշտակներ, ոչ մի երկնային էակ եւ ոչ մի անգամ երկիր էլ չկար, արև լուսին ոչինչ չկար, բայց Հիսուսը ծնվեց, ասինքն իր ամեն գործերից առաջ Աստված Հիսուսին ծնունդ տվեց եւ գրած է իհարկե այդ տեղերը չեմ ուզում կարդալ, որտեղ շատ ենք մատուցել, եւ նրա ձեռքով ստեղծեց ամեն տեսանելին եւ անտեսանելին։ Նրանով ստեղծեց, այսինքն որպես Աստված,
հրեշտակներ կան, շատ արարածներ կան, սերոբեններ, քերոբեններ, էլի չի ասում Աստվածօրը առաջ տարբեր ստեղծագործներ կան, որ փառաբանում էին, տարբեր զորության տերեր, որ անուններն էլ չգիտենք ինչ էակ են, բայց նրանցից ոչ մեկի համար չի ասում, նա որևէ բան ստեղծեց։ Միայն Տեր Հիսուսի համար որ ասում են նա նրանով ստեղծեց, նա ձեռով ստեղծեց, նա ստեղծեց։ Անկամ Տեր Հիսուսի իր մասին ասում է ես նրա մոտ հոր մոտ ճարտարապետ էի։ Անկամ հայրը հանձնել է նրան, որպեսզի նա գծագրի այս ամեն ինչը որ պետք է ստեղծվի Հիսուսի իմաստությամբ գծագրվեց երկիրը։ Մարդը նրա ամբողջ օրգանիզմը, միջատները, ամեն ինչ։ Այն չերևացող արածներ կա, որ աշխոտ չես կարող տեսնես։ Նրանք ստեղծվեն Հիսուսի ձեռքով։ Եվ իհարկե մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի Հիսուսի մասին տեղեկությունը, ինֆորմացիան շեղվի։ Սատանան շատ երկար բարակ չի մտածում, իհարկե իր միտքը դրել է այն մարդկանց մեջ, ովքեր իրեն հնազանդվում են, իսկ չար մշակների մեջ, որ Աստծո ծառաներ են ներկայանում, նաև այս վերջին օրերում էլ հայերեն ասած ների մեջ, որտեղ ներոն անունից է եկել, հայերը ինքը ներերից մեկն է, իր անունի հետ կապված ասել են ներ, բայց թարգմանաբար նշանակում է հակաքրիստոս, անտիխրիստ, հակաքրիստոսի մեջ է դրել իր միտքը, ասենք սատանայի համար դժվար չի մտածի, ինչ անա որ չփրկվեն, հենց էլ կորսված են էլի, փրկելու համար ասած Հիսուսը ուղարկե, Հիսուսի պատմությունը կամ ճանաչողությունը հանես մարդու միջից նորից կորուստ, էլ փրկություն չի լինի, դրա համար ասում մշտնջենական զոհը պիտի հանվի, մշտնջենական զոհը Հիսուս Քրիստոսն է, Դանիելի մարգարեության մեջ, կամ խափանողը Հիսուս Քրիստոսն է, ասենք Թեսաղոնիկից երկրորդ թղթում, երկրորդ գլխում, որ ասում է խափանողը պիտի հանվի և կործանումը կգա, ասենք խափանողը Հիսուս Քրիստոսն է, բայց մարդիկ տարբեր բաներ են մտածում, հորինում, ամբողջը կորուստի համար է, նրանց շեղելը, մտածելը, փոփոխելը կորուստի համար է, մենք պետք է զգույշ լինենք։ Իհարկե, որ ասում եք ուրիշին մի լսեք, որտեղ վտանգավոր օրեր են, մարդը պետք է հասունանա, մեկ ասես դե ես էլ այսքան տարվա 40 տարվա հոգևոր եմ, ինչի ան ու բն չգիտեմ, չեմ զանազանում ու ինչ որ ինքը նայեմ տարածը մեր, ասեցին կարիստ է, էսի նայեմ ես հա, տարածել ես, ուղարկել ես մարդկանց հա, մեր միջից էր, հա, բայց դու տեսնող աշկ ունես, հլի մի հատ բացատրենք տես, սենց վայ, չէի նկատե, դու տեսնես 40 տարվա ու կարճատես, 40 տարուց էլ ավել էր, իր հաշվարկով, ոչ մի բան չես նկատել, այսքան շեղում, այսքան թերություն, այսքան ծռություն կա ու դու համարել ես ուղիղ խոսք է և անգամ տարածել ես, որ մարդիկ էլ օրհնվեն, զգուշացվեց, մի քան անգամ զգուշացվեց, որ շարունակեց գաղտնի անում, ասենց սա արդեն ծառայություն է սկսել չարին, հանեցինք եկեղեցուց, այսպիսի որոմներ, քանի հետը ոչ մեկ կապված չի, որ արմատա կապված որ հանեն, դուս կա մարդիկ չվնասվեն։ Ուրեմն, այո, լավ է, որ եթե ուղիղ խոսք կա, մարդիկ լսեն օրհնվեն, դեմ չենք, բայց վտանգը սա է, որ շատ ժամանակ չեն զանազանում, սխալին ճիշտ են ասում։ Մեր միջի մարդկանց մասին է խոսքը։ Դրա համար ավելի լավ է չօգտվել, ինչ որ պետք է փրկության համար, փառք Աստծուն եկեղեցում Աստված տվել է։ Եթե նույնը խոսում է այստեղ, նույն ճիշտը խոսում ուրիշ տեղ, հանկարծ
Չլսես վտանգավոր չես կորցնում ոչ մի բան, որտեղ արդեն կա այստեղ, Աստված այստեղ տվել է այդ ճշմարտության խոսքը։ Կամ մեկը տեսնում ես իրենց ծառաներին է ռեկլամանում, անգամ զոհում են։ Սխալ վարդապետությունն ամեն ինչով արվում, մեկը խփում սպանում են իրենց ձեռով, որպեսզի հերոսանա, սրբանա, մարդիկ սկսեն ավելի ակաշ դնել իր թողած քարոզներին։ Որ լսում ես տենուս շեղված քարոզներ են, բայց մեր միջից ոմանք ասում են այնքան առողջ եղբայրեր, ոնց սպանեցին, տես, անգամ հետս բանավեճ են մտել, մի ժամով, 2 ժամով, սենց ասում, բավար, սենց ասում, դե այդ մեկի հեչ մարդ է, կաղա սխալվի, հենց սխալվի քեզ էլ Կորուստանի, անսխալ պիտի լինի ավետարանը, ոչ թե մենք քարոզենք մի հատ սխալ, մի հատ ճիշտ, մի հատ սխալ, մի հատ ճիշտ, այդ հակառակում է, թեք ենք ստե սխալը ընդունենք, ամեն արածներից առաջ ասենք, օրինակ ասենք, ստեղծված։ Սա արդեն կորստյան հիմք է, Հիսուսը չի ստեղծվել, նա ծնվել է, Հավատամքի մեջ ասում է, ծնված ոչ թե ստեղծված։ Դա մենք պետք է զգույշ լինենք մանավանդ Հիսուսի մասին եղած վկայություններին։ Դա ասում է աներևույթ Աստծո պատկերն տեսանելի պատկերն է, այո, պատկերն է։ Հիսուսի պատկերը, երկու պատկեր ուներ Տերը։ Մեկ Աստծո պատկեր, մեկն էլ մարդու պատկեր։ Աստծո պատկեր ուներ եւ Փիլիպեցիներին 2-րդ գլխում ասում են 5-րդ խոսքից եմ ուզում կարդալ ձեզանց ամեն մեկը թող այն մտածին որ Քրիստոս Հիսուսն է որ Աստծո պատկերում է լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով Եվ կերպարանքով մարդու նման գտնվելով իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչև իմա եւ այն էլ խաչի մահ նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց որ ամեն անունից վեր է բարձր է որ Հիսուսի անով կրկնվի ամեն ծունկ երկրավորներ եւ երկրի տակ լինողներ եւ ամեն լեզու դավանե թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար Այսինքն շատ խորը բաներ կա, բայց ես մի բան սկսեմ։ Քրիստոսը, որ որդիացավ, քանի կար որդի չէր, հորը հավասար լինելով, այստեղ տեսեք ինչ է ասում։ Աստծուն հավասար լինելով, իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման եղավ։ Նա Աստծուն հավասար էր, Աստծո պատկերով, բայց հոժարվեց ծրագրի համար։ Որտեղ Աստված ուզում էր որդիներ ունենա եւ որդիները իր որդով պիտի ունենար առաջին որդին դարձավ Հիսուս Քրիստոսը Աստծուն հավասար էր Աստծո մեջ ոնց է Սուրբ Հոգին չի դուրս եկել ուղարկվել է աշխարհ բայց դուրս չի եկել որպես որդի բայց Տեր Հիսուսը համաձայնվեց այդ ծրագրի համար իսկ Աստծո անձերից մեկ գիտեք եռանձին է Աստված մեկացած, մեկ պատկերով։ Նա օժարվեց դուրս գա, ասկի սա հենց խոնարհություն էր, փոքրացավ, արդեն որդի դարձավ, որդին հորից մեծ չի։ Բայց մինչ այդ հավասար էր հորը, Աստծուն հավասար լինելով, գրված է։ Ունայնացեց, ցածրացավ անգամ ոչ թե միայն որդիացավ որպես Աստծո որդի, այլ նաև եկավ մարդու որդի էլ դարձավ, երկրորդ պատկերն էլ ընդունեց։ Աստծո որդու պատկեր եւ նաև Աստծո պատկեր, այսինքն Աստծուց ծնված եւ երկրորդը մարդու պատկեր, մարդու որդի եկավ աշխարհ եւ խոնարհվեց։ Հիմա ես ուզում եմ մի հարցի վրա կանգնել, ասում եմ, ամենքդ Քրիստոսի միտքն ունեցեք։ Քրիստոսի նման մտածեք, ձեր մեջ, ձեր սրտում միտեղ մի հոգու համար աղոթք էին արել,
հիվանդերել է, աղոթք էին արել և 3 հոգի մարգարեություն էին արել, ուրիշ եկել բապտիստական անգամ եկեղեցում, որ շատ կապ չունեին։ Եվ իրոնք աղոթք էին արել մարդու համար, ասում է, այսպիսի վկայությունը ճիշտ է նա երկրի վրա է, բայց երկնային է, որտեղ նա երկինքի վրա է մտածում, ասում Քրիստոսի նման։ Մարմնով երկրի վրա է, բայց հոգով երկնքում է։ Ամբողջ ուշքի միտքը երկինքն է։ Հիմա սա է ասում ես Պողոս առաքյալը։ Ինչ որ Քրիստոսումն է, այդ մտածեք։ Շատ ժամանակ որ մարդկանց հետ խոսում ես, ասում է, միթե քո ինքնությունը չի կորում, դառնում ես ռոբոտ։ Ինչ Հիսուսը ունի, դու նույնը ունենաս, նույն ձև մտածես։ Բայց մենք փորձեր ունենք երկրավոր, ասենք, կյանքում, մարդը գնում սովորում է բոլորին ուրիշ գիտությամբ։ Ինչ-որ բարձրագույն կրթության է գնում, շատ բաներ ուրիշ ձևեր հասկանում, օրինակ իրավունքից, արդարությունից կամ ինչ-որ տարբեր բաներից, բայց երբ որ կրթվում է, արդեն նա սկսում է ճիշտ է հասկանալ, ասենք, այդ ուսման համեմատ, և ոչ թե սա կոչվում է ռոբոտ, այլ ինքը կրթվեց, հասկացավ, ասենք իրավունքը ինչ է, արդարությունը ինչ է, որ պետք է դատավոր դառնա օրինակ, կամ ինչ-որ դատական անձ, չգիտեր այդքան բան, սովորեց, յուրացեց, դարձավ իր միտքը, իր հասկացողությունը, նա որպես ոչ թե ռոբոտ, այլ որպես մարդ արդեն ուրիշ ձև է տեսնում, բժիշկ է, առաջ մտածում էր, ինչ-որ հարցերի մասին մինչև կրթվել է, ուրիշ ձևեր մտածում, տարբեր մարդկանց գուցե լսած, բայց երբ արդեն կրթվում է, նա արդեն հասկանում է ինչը ինչի համար է, ինչը ինչից է, երբ է, ոնց է։ Արդեն չես կարող ասես ռոբոտ, նա կրթվել է, գիտություն է ձեռք բերել, նմանապես մարդը Քրիստոսի գիտությունը ձեռք պետք է բերի, բայց հետաքրքիր գիտեք ինչու՞մն է, Քրիստոսը կատարյալ միտք ունենալով հնազանդվեց, որ այնպես լինի, ինչպես հայրը։ Որդյանալով նա ուրիշ միտք ձեռք չբերեց, ուրիշ բաներ չմտածեց, որոշեց և կատարեց, մտածի այնպես, ինչպես հայր Աստված մտածում է։ Եվ սա իր համար էլի խոնարհություն էր։ Նա գիտեր, բայց ամեն ինչ ասում է, ինչպես որ գրված է, այդպես պետք է անեմ, սես պետք է մտածեմ։ Անգամ երկրավոր իմաստով իր վնասին, որտեղ իրեն տանում էր մահվան, ինչ-որ գրվածքներ, որ պետք է մեռնի, դժվար էր, ծանր էր։ Դել այդ փառավոր անձը անգամ աղոթք է անում, եթե կարելի է հայր այս բաժակ ինձանից վերցնես։ Հեշտ չէ, բայց վերջ-վերջո հոժար էր Աստծո կամքի հետ, բայց ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Մարդու մարմնի մեջ։ Ուրեմն ինչ ասում, Աստծո պատկերը, ես ուրիշ բաների վրա չեմ խորանում, որ դրա մասին խոսել ենք, խաչին հոժարվեց, ծառայի կերպարանք հագավ եւ այլ եւ այլ։ Անցնենք ուրիշ հատվածների, Հիսուսի պատկերի վրա եմ ուզում կանգնեմ, այլ խաչի գործի մասին կանգնել ենք ուրիշ անգամներ եւ պետք է որ միշտ նայենք, լսենք։ Ուրեմն նորից Տեր Հիսուսի մասին որ խոսում է, Սուրբ ասում է փրկության գործի մասին է խոսում, որ շատ երկար է տեքստը, ուզում եմ 5-րդ խոսքից կարդալ, 2-րդ գլխի 5-րդ խոսքից, որտեղ ոչ թե հրեշտակներին հնազանդ արավ այն հանդերձալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ Ուշացում դարձեք։ Աստված խոսեց ծնդոցի գրքի մեջ, ստեղծագործության սկզբից մարդը իշխի ամբողջ երկրի վրա, ինչպես Աստված իշխան է, թագավոր է, իր պատկերը որ ստեղծեց, մարդն այդ պատկերներից մեկը սա էր, որ մարդը իշխի ամեն ինչի վրա։ Մենք այսօր տեսնում ենք, թեկուզ մարդը վիճակից ընկած է,
ոչ թե իշխում է շատ ժամանակ էլ իր իշխանությունը չար է օգտագործում, փչացնում է բնությունը, փչացնում է այն կենթանիները անգամ բնության խոտերը, ծառներ, որի համար ինքը դրված է որ հսկի պահի պաշտպանի։ Որտեղ Տերը երբ որ ստեղծեց, ասես Ադամին պահեք, խնամեք, պաշտպանեք, բայց այսօր մարդը չի պաշտպանում, որտեղ չար ղեկավար է դարձել։ Բայց այստեղ ավելին է խոսում, որտեղ ոչ թե հրեշտակներին հնազանդ արավ այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք, արդեն երկրի մասին չի։ Նաև մարդը, այսպես տեսնենք, հանդերձյալ աշխարհի վրա էլ թագավոր պետք է լինի, իշխան պետք է լինի։ Աստծո պատկերով մարդը երկրից ստեղծեց եւ հանեց ամբողջ տիեզերքի մասշտաբով մարդուն դրեց ղեկավար։ Շարունակության մեջ տեսնենք մեկը վկայեց մեկտեղ ասելով մարդն ինչ է որ դու հիշես նրան կամ մարդու որդին հիշեցնում հին ուխտի ոչ թե հին ուխտի հին կտակարանի մարգարեական խոսքերից Սամոսից է ասում սա նորից կարդա մարդն ինչ է որ դու հիշես նրան կամ մարդու որդի որ այցելես նրան մի քիչ ցած արի նրան հրեշտակներից փառքով եւ պատվով պսակեցին նրան եւ քո ձեռքի գործքերի վրա կանգնեցրին նրան ամեն բան նազանդ արի նրա ոտքերի տակ Ինչ որ մարդու մասին է խոսում մարդն ինչ է չի ասում մարդիկ ինչ են մարդն ինչ է եզակի ինչ որ մեկի մասին ասում է ամեն բան նազանդեցրին նրան ոչ թե նրանց նրա ոտքերի տակ որովհետեւ ամենն որ հնազանդեցրեց նրան ոչինչ չթողեց որ հնազանդ չլինի նրան բայց հիմա տակամին չենք տեսնում թե ամեն բան հնազանդված է նրան բայց հրեշտակներից մի քիչ ցածրացած տեսնում եք Հիսուսին մահվան չանչանքների համար Փառքով եւ պատվով պսակված որ Աստծո շնորհքով ամենի համար մահ է ճաշակել ասենք մարդը որի մասին խոսում էր Հիսուսն է Հիսուսին հնազանդեցրեց ամեն բան ասում երբ որ ասում է ամեն բան ասենք ոչինչ չմնաց որ չհնազանդվի ոչ երկնքում ոչ երկրի վրա տիեզերքի ղեկավար դրեց Ադամին դրեց այս երկրի ղեկավար Հիսուսին դրեց տիեզերքի ղեկավար եւ մենք էլ նրանով մտնում ենք այդ որտեղ Քրիստոսի մարմինն ենք չէ շատ ժամանակ ոմանք անտեսեն եկեղեցու անդամ լինելը հիշում եմ մի հայտնություն տեսա 93 թիվներ ինչ որ մեկը որ անհավատ էր դեռ այդ հայտնության մեջ նրան տեսա այդ տեսիլքի մեջ sense ասած եւ այդ անձնավորությունը ասում էր ուր են տները որ Հիսուսը պատրաստել է մեզ համար բայց լսեն տունա պատրաստ է Հիսուսը ես ասում եմ արի դու փրկվեցիր բայց եկեղեցի չմտար հետո վերեմ կացա հետո քիչ ինձ համար ոչ կա մարդը փրկվի բայց եկեղեցու անդամ չլինի հետո որ խորացանք Տիրոջ ուսմունքի մեջ տեսանք այո այդպես բան էլ կա եկեղեցին երկնքում եւ պետություններ իշխանություններ եկեղեցից դուրս նոր Երուսաղեմ եւ Երուսաղեմից դուրս ժողովուրդ թագավորություններ բայց եկեղեցին ապրում է խորհրդով նաեւ նոր Երուսաղեմին ասում է գառան հարս մարդը բնակվում է այդ եկեղեցու անդամները ուրիշ ոչ մեկ Իսկ մնացած դուրսն են, թեկուզ փրկված են, ես չեմ ասում վատ են նրանց համար, բայց սա ուրիշ փառք է եկեղեցու անդամ լինելը։ Հետո վերջերս մի հատ վկայություն էի լսում, մի քույրիկ վկայում է, ասում է հիվանդ էի, տառապում էի, մահվան եզրին էի, խնդրում էի Տիրոջը, ասում է ինձ վերցրա կամ ասենք ես ցավից ազատ ասում Տեր ասեց այո, քեզ կվերցնեմ կփրկվես բայց եկեղեցի չմտար։ Իսկ անգամ այսօր վկայությունների մեջ այդ գրքի ճշմարտությունը շատերի մոտ բացահայտվել է։ Կամ խաչի վրայի ավազակը, չէ՞։ Փրկվեց։
Բայց եկեղեցի չմտավ։ Աստված արդեն գիտի, մենք չկշռենք ով գնաց եկեղեցի, ով չգնաց, բայց Սուրբ ասում է այսպիսի վիճակ կա։ Կամ էլ ասում է եկեղեցու ձեռով, Եփեսացի 3:10, երկինքում եղող իշխանություններին, պետություններին, տերություններին, ամեն ինչ որ կա, եկեղեցու ձեռով Աստծո բազմապատիկ իմաստությունը պիտի սովորացվի, հայտնվի։ Շատերը կան, շատ բան չգիտեն, երկինքում են, բայց չգիտեն, օրինակ անմեղ երեխեք է, ճիշտ է, մեղանչական բնություն ունեցեն, բայց նրանք մեղ չեն ունեցել։ Նաև այն մարդիկ, ովքեր փրկվել են, բայց եկեղեցու անդամ չեն։ Նրանց պետք է սովորեցնի Աստված եկեղեցու ձեռով։ Այսինքն չեմ ուզում սրա վրա կանգնել, շատ տեղեր կա, որ վկայություն է տալիս եկեղեցի եւ եկեղեցից դուրս փրկվածներ։ Շատ-շատերը գալիս են ժողովի մեկ էլ հանկարծակ լսել ես, ասես ինչի չես ձգտում մկրտվես Տիրոջ անունով։ Ասում հավատա Հիսուսի փրկվել, ես էլ հավատացել եմ, փրկված եմ, ոնց ասած իմ չափով հնազանդություն եմ անում, սա չի տեսնում եկեղեցու մեծությունը, որ ամեն ինչից վեր է, այս երկրի ամեն կառույցներից մեծ է, թագավորություններից, պետություններից, տերություններից, իշխանություններից, ամեն ինչից, ինչ որ կա երկրի վրա եւ երկնքում, ամեն ինչից վեր է եկեղեցին է, սա Աստծո տունն է, ամեն ինչից վեր, ամեն ինչից բարձր, բայց մարդիկ դա չեն նկատում, կամ եկեղեցու անդամներ են, մեկ էլ բավարարվել են, որ արդեն մկրտվել են, դուրս են եկել, չեն սովորում, դուրս կմնան, որտեղ եկեղեցու անդամ պետք է կրթվի կատարելության մեջ, գիտության մեջ Աստծո, անգրագետ մնա, երկինքում գուցե ինչ-որ բանով Պողոս որ ասում է, ոմանք էլ կփրկվեն, բայց որպես թե կրակից անցած, գրածա, չէ՞։ Այսինքն ոչ ճիշտ չեն ունենա, ոչ վարձք, ոչ էլ եկեղեցու անդամի կոչում, ոչ ճիշտ չեն, այնքան որ ոչ որ կրակից անցած երկնքում պետք է լինեն, գոյատևեն, ոնց ասած կերակուր ուտեն, ապրեն, չնայած վատ չի, բայց շատ բան կորցրած է։ Իսկ մարդիկ չեն ուզում ծառայեն Տիրոջը եւ եկեղեցու անդամ լինեն, անտեսել են, մարդ գիտեմ եւ 30, 35, 40 տարի է, չգիտեմ, եկեղեցում է, բայց մինչև այսօր չի ծառայել։ Ամեն անգամ որ խոսում է մետը մի պատճառ բռնում է։ Ինքը իր գործով ազբաղած, փողը թողի գա ծառայի Աստծուն, փողին է ծառայում, շատ փող ունենա, այս կարիքը հոգա, այն կարիքը հոգա, ինքը այս երկրավոր ծրագրերին է ծառայում, ոչ թե Աստծուն։ Հիմա չգիտեմ էլ կփրկվի թե չի փրկվի, ամենայն դեպս չի ծառայում Աստծուն։ Եվ չի էլ վախենում, որ չի ծառայում, որտեղ Տեր ասում է կգամ ծառայողի, չի ծառայողի տարբերություն ցույց տամ։ Ինչի համար են կրթվում, դասընթացներ անցնում, որպեսզի նոր եկածները կրթվեն, գիտությունները կարողանան անցնել ծառայության այն հարցում, ինչ որ Աստված ինձ պարգև է տվել։ Բայց շատերը անհոգ անտարբեր են։ Որ մի հատ հարսանիք լինի երկրի վրա կարևոր կամ ծանոթ, անծանոթ մարդու իրեն կանչեն, ամեն ինչ կանի, որ այդ օրը ինքը այնտեղ դինի։ Բայց Տիրոջ ծրագրերի մեջ այդքան չի ջանքանում, որ ինչպես մի հատ երկրավոր մի օրվա հարսանիքի համար։ Աստված ձեզ պահապան։ Եվ շարունակում եմ իհարկե խոսքը, որ Հիսուսին հանձնեց հանդերձյալ աշխարհն է, ներկա աշխարհն է, որ Տեր ասեց ամեն իշխանությունից տրվեց երկնքում եւ երկրի վրա, հենց սա այստեղ է դա է ասում։ Հիսուսն ասել է Պողոսն նորից հասկանալով, որ Տիրոջ ծրագիրը, որտեղ ասում է ինձ հանձնվեց Աստծո ավետարանը քարոզել, սակայն ոչ թե մարդկային ձևալ, ասում է Աստծո հայտնությամբ եւ Սուրբ Հոգով։
Եփեսացիներին ինչ որ տեղ ցույց է տալիս, սրանով դուք պետք է հասկանաք, որ ինձ տրված է, բացված է ինձ Աստծո խորհուրդները, գաղտնիքները։ Աստված ինձ հայտնել է, ամեն մեկին չի հայտնել։ Անկամ Պետրոս առաքյալը, որ 12-ից մեկն էր, ասում է մեր Պողոս եղբայրը շատ դժվարյամած բաներ ունի ճշմարտությունը, որ բացում է, որ անուսումները ծռմռում են իրենց կորստյան համար։ Այսինքն բաներ կար բացում էր Պողոս, որ Պետրոսն էլ չգիտեր։ Ոչ մի առաքյալ չգիտեր այդ 12-ից։ Ավելի մանրամաս, ավելի խորը Պողոսին էր բացում։ Պարգևները տարբեր են։ Սուրբ Գիրքը Աստված հոգին չափով չի տալիս։ Տալիս է, այո, ծառաներին, բայց ոչ թե ամենքին նույն հոգի, այսինքն նույն չափի, էս է նշանակում, այն չափով, որ ինքը ինչ-որ բաներ հասկանա ավելին։ Ամենքին իր չափով է տալիս, բայց դրանց միջոցով Պողոսին օրինակ մեզ սովորեցնում է այդ չափերը, ոչ թե զուրկ մնաս, նրան տվել է, որ մեզ էլ հասցնի։ Երանի նրանց, ովքեր հետաքրքրված են, կարդում են ավետարանը եւ թղթերը։ Իհարկե հայտնություններ, որ մի քիչ վախենան, որ ասում ով որ պակասացնի, այս գրքում գրած կյանքը նրանից կպակասի, ով որ ավելացնի գրքի վրա, այս գրքում գրած պատուհասները նրա վրա պիտի ավելանա, բայց մարդիկ այսօր դարձել են անզգամ, անգամ գիտեք ումն եմ ասում, քարոզիչներից շատերին, որ ծռմռում են առանց վախենալու։ Առանց վախենալու։ Այն օրը մեկի քարոզնոց բերեց մի 2 րոպենոց ասել տեսնեմ ես ուր է հասե։ Գիտեմ ծուռ մարդ է, մեկ էլ քարոզում է։ Բենհինի նման։ Ինչպես ինքն էր ասում իր ասածն եմ կրկնում, ասում է Աստված, ասում է սեր չունի, ինքը սեր է։ Ինչա մի քանի տեղ Հովհաննես առաքյալը գրել է Աստված սեր է։ Ու ինքը իրան հակառակ չի զգում, որ խոսում է, ասում է Աստված մեզ սիրեց, Քրիստոսը սիրեց, բալա, որ Աստված սեր չունի, ո՞նց սիրեց։ Սեր է։ Եթե մեկին ասում եք արդար է, արդար ինչ է նշանակում։ Ու իր գործերը արդարությամբ են։ Ինքը արդար է վարվում։ Որ ասում է Աստված սեր, այսինքն նշանակում է ինքը սիրով է վարվում, սիրո զգացում ունի, սիրում է, սիրով է վարվում, ոչ թե սարքում է մի առանձին գոյական, սեր է, հետո ասում է սեր չունի, որտեղ է գրած, որ Աստված սեր չունի, ես ինչ են խոսում։ Մարդիկ է ծափահարում են, ուրախանում են, հերոսացնում են, դրել են YouTube-ում, մեկ է տեսնում ես մի քանի օրվա մեջ մի 20,000 30,000 նայող ահեղ է, որպես իբր թե հայտնություն, ճշմարտություն, նայում են, մարդիկ չեն նայում, որ սխալ է խոսում, ասում, թե այսքան մարդիկ դες չկա մարդը նայ, բայց տանք էլ չեն հասկանում, որ հասկանան չէին նայ, էլի։ Չարն էլ է օգնում, որ սխալը շատ նայվի, ծուռ բանը շատ նայվի։ Մարդիկ նայողների պատճառով համարում են, թե ուղիղ են ուրեմն։ Որտես նայենք, քրիստոնյանից գուցե ավելի շատ են գործապաշտները, կռիսապաշտները, կովապաշտները, որ դրանց թիվը շատ որ հավաքվում են, չէ, տեղ ու դադար չկա, միլիոններով հավաքվում են իրենց պաշտական, ասենք, գազանապաշտությունը, Չինաստանում, որ դրակոն են, չէ պաշտում, անգամ այն օրը հեռուստացող նորություններ նայեցի, այն սյուների վրա, էլ են լույսի սյուների վրա, որ լույսեր կան, դրակոնի պատկերն են դրել։ Հիմա իրանք կարող է մենք ճիշտ ենք, իրանք սխալ են այ մարդ, իրանք միլիարդ 700,000 են, ավել են այդ գնում, այսյան ուրեմն իրանք ճիշտ չեն, հա, որ գազան են պաշտում օրինակ, մենք էլ ճիշտ ենք, մի քանի 100 հոգով կամ 1000 հոգով, որ Աստված ենք պաշտում, չափի մեջ չի ճշմարտությունը։ Ճշմարտությունը հասկացողության մեջ է, գիտության մեջ է, իրավունքի ու արդարության մեջ է։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն ասում է,
Բայց հրեշտակներից մի քիչ ցած տեսնում ենք Հիսուսին մահվան չանչանքների համար փառքով եւ պատվով պսակված, որ Աստծո շնորհքով ամենի համար մահ ճաշակի, որտեղ վայելում է նրան, որի համար է ամեն բան եւ որով է ամեն բան, այսինքն որի համար է ամեն բան, այսինքն տիեզերքը, եւ որով է ամեն բան, ամենը նրանով եղավ, դեռ ոչ դատարկություն է ոչ տիեզերքը, աստղ բան չկար ոչ ման, բայց նրանով եղան ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդին չարչակով կատարեն, որտեղ թե սրբողը եւ թե սրբողները ամենը մեկից են, սրբողը Քրիստոսն է, Աստվածը Քրիստոս իհարկել Սուրբ Երամիասությունը Հիսուսի արունով եւ գործով նաեւ թե սրբողները, այսինքն մարդիկ, որոնք ապաշխարում են, թե սրբողը, թե սրբողները ամենը մեկից են, այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայր կոչել, այսինքն Հիսուսը մեզ եղբայր կոչի եւ ասել. կպատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մեջ կօրհնեմ քեզ եւ դարձյալ ես հույս կդնեմ նրա վրա, Աստծո վրա եւ դարձյալ ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստված ինձ տվեց, արդ որովհետեւ մանկուկը արյունի եւ մարմնի մասնակից եղան, ինքն շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, այսինքն ուներ Աստծո պատկեր, հիմա փրկվողները ունեն մարմին եւ արյուն եւ իհարկե գիտեք մեղանչական բնույթ, մասնակից եղան, մարդիկ, կորսված մարդիկ այս բաժնի մեջ մտան, ասում է, որ իր մահովը խափան է մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային եւ ազատեն նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին, որովհետև 16 ասում է, բնավ հրեշտակներին ձեռք չի տալիս, այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս, այսինքն ձեռք չի մեկնում, այսենց ասած, միշտ տառացի թարգմանված բնագրից, այսինքն ձեռք մեկնիր, օգնության ձեռք, բայց ինչ է ասում, հրեշտակներին չի այդ գործը հանձնում, այլ Աբրահամի սերունդին, մարդուն, ինչու, որտեղ հրեշտակները մեր նման չեն, ինչ-որ տեղ, այսինքն միս ու արյուն չունեն, մեղանչական բնություն չունեն, այդ փրկված այդ հրեշտակների մասին է, իսկ մյուսները գնացին, որ Տիրոջս վերջին օրի խոսքի համեմատ, ովքեր չեն լսում, նրանք կյանքեցին իրենց վախճանը, Սատանա եւ հրեշտակները նման կնեն, Սատանան եւ հրեշտակները կյանքել են իրենց վախճանը, Աստված սեր է, այնքան էլ հեշտ չի Աստծո համար, այդքան հրեշտակ թողի, որ այդքան տանջվեն, բայց մի բան գիտենք, Աստծուն ճանաչելով եւ գործեր տեսնելով, լսելով, կարդալով, որ Աստված ամեն բավարար հնարավորությունը տվել է, որ նրանք չանեն այդ բանը չարությունը, չկորսվեն, չգնան, բայց նրանք ընտրեցին ինքնագլխությունը, ընտրեցին իրենց փառքը, էնել ում հաշվին, Աստծուն ցածրացնելու հաշվին, եւ կյանքեցին իրենց վախճանը, որոնց էլ փրկություն չկա, նման էլ մարդիկ են լինում, Աստված ամեն հնարավորություն տալիս է, սա օրինակ է մեզ, որ Աստված մի անգամից չի անխիղճ ձևով մարդուն դատում, այլ ամեն հնարավորություն տալիս է, բայց մարդը ինքն է իր ձեռքով իր վախճանը ընդունում, որոշում ինչպես ապրի, ոչ թե Քրիստոսի միտքն ունենա, Աստծո միտքն ունենա, այլ ինքը իր միտքը, իրենց գաղափարները, ինչպես Պողոս Հովհաննես համար ասում է, չէ, նրանք Աստծո արդարություն թողած իրենցն էին դնում, դրա համար կտրվեցին փրկությունից էլ, օրհնություններից էլ, եւ դատաստան բերեցին իրենց վրա, եւ ինչ ասում, եւ ազատեն նրանց, որ մահի վախով իրենց կյանքի բոլոր կյանքի, ամբողջ կյանքի, այսինքն մեջ ծառայության մեջ բռնված են, որտեղ բնավ հրեշտակները ձեռք չի տալիս, այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս, ձեռ մեկնում, ուստի պետք է նրան, որ բոլորովին, ամբողջովին
կատարյալ եղբայրներին նմանվի, որ ողորմած լինի եւ հավատարիմ քահանապետ Աստվածակույս կողման է, որ ժողովրդի մեղքերը քավե, որտեղ ինքը որ չարչարվեց եւ փորձեց կարող է օգնություն տալ փորձվողներին։ Ուշացում դարձեք։ Ինչու Աբրահամի սերունդին, ասենք մարդուն, որտեղ Աբրահամի հետ Աստված ուխտ ուներ, նախ խոստում ուներ, եւ մարդիկ էին, որ կորուստ էին գնում։ Այն չար հրեշտակները նրանց ազատում չկա, որ Հիսուսը նրանց պատկերով էլ դառնար, որ իրենց փրկին, նրանք կատարյալ ընտրել էին իրենց այն էլ երկնավոր մարմնի մեջ։ Դրա համար Աստված Ադամը չուտի այս ծառից, որ հավիտյան ապրի, այսինքն դառնար սատանայի նման հավերժական մեղանչական։ Այլ որ փրկության հույս տա թողի, ճամփեն փագես թող չուտի ապրելու համար։ Մինչև որ փրկության գործը լուծվի, նոր դրանից հետո նրանք ուտում են կյանքի ծառից։ Կյանքի ծառը Հիսուսն է։ Գալիս են Հիսուսին ճանաչում են, լսում են, օգտվում են ինչ-որ տեղ, բայց իրենց ընտրություն սխալ են, դրա համար հավիտյան կապրել են տառապալի մարմնի մեջ, երկնային կորսվող մարմնի մեջ։ Պետրոսն ասում է, ոչ թե մենակ հոգով պետք է տանջվեն, այլ եւ մարմնով եւ հոգով։ Եվ ինչ ասում, ինքը չարչարվեց եւ փորձվեց, կարող է օգնություն տալ փորձվողներին։ Այսինքն մի հատված էլ կարդամ 4 գլխից, որ նույն թեմա շարունակում է եւ 4-ում մի ամփոփում է։ Ասում որտեղ ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ այնպիսի, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որ ողորմություն ընդունենք, շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։ Շնորհ, ասենք շնորհներ, Աստծո շնորհը նվերներ գտնենք։ Բայց դե ինչ ասում, ամեն բանով փորձված, շատ ժամանակ էլի ծռում են մարդիկ իրենց կորստյան համար իբր թե Հիսուս են պաշտպանում։ Ասում են, չէ, Հիսուսը մեղանչական բնություն չի ունեցել, բայց դե ասում բոլորովին նման, ամեն բանով փորձված, էլ ոնց ասի Սուրբ Գիրքը, որ ծռմռողներ, ասում են, չէ, մարդու նման ուղղակի պատկեր ուներ մարմին, մեղանչական բնություն չուներ։ Մեղանչական ինքը ունեցել է Ադամի չմեղանչած իբր ժամանակի իբր բնությունը։ Եթե այդպես լիներ, Ադամը անմահական է, Հիսուսը չէր կարող մեռներ։ Ադամը մահ չուներ, ջան, մեղանչես, ասենք աննազանես, մահով կմեռնես։ Հիսուսը մահով մեռավ, բայց ոչ թե իր համար, իր մեղքերով։ Սա մի քիչ գնանք այս տեքստի մեջ։ Ադամի ժամանակի ինչ են սուտ խոսում, Ադամը այն ժամանակ անմահ էր։ Եթե այդպես լիներ, Տերը չէր կարող մահ ճաշակել մեզ համար։ Նաև ասում է ամեն բանով փորձված, նախ բոլորովին նման, ինչպես որ մարդ փրկվող մարդն էր։ Հետո ինքը Ադամի ժամանակի նման մեկից չծնվեց, ինքը Մարիամից ծնվեց, որը ուներ մեղանչական բնություն։ Հոգին Աստվածային էր, մարմինը մեղանչական մարդուց ծնված։ Սուտ են խոսում իրենց կորստյան համար, Պետրոս ասում է։ Եվ շատերն էլ հնազանդվել են չարախոսներին, գնում են գիտեք ինչ են ասում մարդկանց։ Ասում են միլազը ասում է Հիսուսը մեղավոր է։ Ծռմռում են։ Ես ասել եմ մեղանչական բնություն է ունեցել, իրանք ասում են Հիսուսը մեղավոր է։ Մեղավոր իրանք չեն իմանում մեղավորն ինչ է, այս կույր են։ Չգիտեն մեղավորն ինչ է, մեղանչական բնություն ունենալն ինչ է։ Երեխան որ ծնվել է, մեղանչական բնություն ունի, բայց մեղավոր չի դեռ։ Մինչև մեղք չգործի, մեղք գործածն է մեղավոր։ Ոչ թե մեղանչական բնություն ունեցողը, բայց այստեղ ինչ ասում, ամեն բանով նրանց նման, ամեն բանով փորձած, բայց առանց մեղքի։ Այսինքն Հիսուսը թեկուզ ուներ մեղանչական բնություն, ամբողջովին մարդ էր իր բնությամբ, անգամ Հիսուսը դա խոստովանեց, որտեղ, երբ որ մեկ ասես բարի վարդապետ, ասես բարի մարդ չկա։ Այսինքն ես մի մարմինն էլ բարի չի։ Աստված է բարին։ Այսինքն իր մեջ եղող Աստվածային հոգին։ Այդ շնորհքները, որ անում էր,
այդ մարդը մոտեցավ այդ պատճառով Հիսուսին ասեց բարի վարդապետ, որ օգնում էր, բժշկում էր, բայց Հիսուսը նրան ոչ ուղղակի կարելի ասել որ մարդը այս իմ մեջ բնակված Աստվածն է այդ բարիքանը, ոչ թե այս մարմնից է։ Եթե իր մեջ Աստված չներ, այս մարմինները կդառնա իրաց նման, մեր նման մարմին ունեցող մի հատ մարդ։ Դրա համար Հիսուսը վիշտ էր, շատ ժամ մենք զարմանում ենք, ասում Հիսուսը ինչի չընդունեց, որ իրան բարի վարդապետ ասեցին։ Որտեվ ինքը բարի մարդ, բարի սովորեցնող մարդ, որպես մարդ է տեսնում, Աստված չէ տեսնում նրան։ Բայց Հիսուսը մի անգամ պատասխան տվեց։ Այս մարմինն էլ, որի մեջ եմ ես էլ բարի չի։ Բարի մարդ չկա, միայն Աստված է բարի։ Բայց այս ոչ բարի մարմնի մեջ Հիսուս իրան պահեց աստվածային շնորհքով, աստվածային որակով, աստվածային բնությամբ եւ գործերով։ Ասում մեզ նման փորձված, մենք ինչով ենք փորձում։ Ցավ ենք կրում, հալածանք ենք տեսնում, տարբեր դառնություններ երկրի վրա չասեմ, բայց մարդու ամենամեծ փորձությունը հենց մեղանչական բնությունից է, որ մարդը փորձվում այդ չար բնությունից ու չի կարող օրենք կատարի, չի կարող մաքուր մնա, որտեղ նրա մեջ մի ուժ կա մեղքի օրենք ուժ ձեր կոչվում, որ Պողոս ասում է, մեղանչական բնություն կամ մեղքի բնություն, մեղքի օրենք, որ մարդուն մեղանչել է տալիս։ Հիսուսը նաև փորձվեց, եթե Հիսուսը մեղանչական բնություն չունենար ու հաղթեր, եկաս էլի քեզ ինչ կա, հələ մի հատ արի սրանցել փորձվի, դրան կարաս դիմանաս, թե չէ։ Մարդիկ ասեին, դու եկար, մարդկանց նման չէիր, մենակ տեսքով իր նման, ու եկար գնացի գիտես փրկություն կատարեցիր։ Բայց ասում ամեն բանով նման, որ փրկի այդ տիպի մարդկանց։ Ամեն բանով փորձված, բայց առանց մեղքի, մեղք չգործած։ Բայց գնում են զրպարտվել, ասում Միլազն ասում է, որ Հիսուսը մեղք է գործել, մեղավոր է։ Հազարատ քարոզ ունեն, բայց էլի ստում են։ Եպիսկոպոսներ են, հոյուներ են, ինչեր են։ Անգամ մեկը գիտեք, Իշխենկո եղբայրը հետսեր, մեկ էլ Արմենն էր, Պիջիգորսկի հետս, որ գնացի միտեղ։ Հենց դրա համար ինձ կանչել էին միտեղ։ Որպեսզի համոզեն, որ ես չքարոզեմ, Հիսուսը մեղանչական բնություն ունի։ Ասես անհաշիվ գումար ենք տալու քեզ։ Անհաշիվ, եղբայրը վկա է, Արմենն էլ էլի վկա է։ Անհաշիվ միլիոններ գումար ենք տալիս քեզ առանց հաշիվ պահանջելու, որտեղ ուզում ես ծախսի։ Ասի չէ, հրաժարվեցի։ Ես Աստծո ճշմարտություն չեմ փոխի գումարի հետ։ Մի տերցել եկան ասում, մեկն ասում է, 6 միլիոն դոլար կփոխանցեմ իր հաշվի վրա, թող հաշիվ բացի, մենակ թե այդ բաները չքարոզի։ Իհարկե նորից հրաժարվեցի, կողս էլ մարդ կար, անհավատ մի բարեկամ կար, ասում է, որ ինքը այդպես քեզ ասեց, ասում ես անմիջապես հիշեցի Հիսուսի ֆիլմը, ասի Միլաց այդ ֆիլմը տեսել է, հաստատ կասի եդիս կնա սատանա։ Կմերձի չի ընդունի։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն Հիսուսը բոլորովին մեզ նման ա եղել նաև մարդու պատկեր, ինչպես Ֆիլիպպեցիներին ասած չէ, Աստծո պատկերում էր, բայց մարդկային կերպարանք առավ, ծառայի կերպարանք, մահացողի կերպարանք, ամբողջովին։ Ոմանք ասում են, չէ, այս կերպարանք է նաև այդ հակառակողները, կերպարանք է էսի։ Ուղղակի տեսք։ Ասի, եթե դու տենց ես ընդունում, իսկ Հիսուս Աստծո կերպարանքում եղել է, լրիվ, հա, բոլորովին, հա։ Ասի նույն կերպարանք ասածը, պատկեր ասածը, ստեղ էլ ագրած, ինչի, եթե ընդունում ես էսի կիսատա, ձևն ամենակ, ուրեմն այն էլ պետք է կիսատ ընդունես։ Չէ, ոնց կլինի, մենք Հիսուսին ամբողջովին ենք ընդունում։ Եվ այլ շատ համարներ կա, իհարկե չեմ կարդալու, որ ապացուցում է, բայց մեկ էլ բան է ուշադրություն դարձնում։ Ասեցի այդ տեղը, որ ինձ կանչեն, ասի ախր մի քանի ժամ հավաքվել են առաջնորդներով իրանց խմբի, որ իբրե դատ են ինձ այդ հարցով։ Երբ որ տեսա ինչ ասում են, սես պետք է իմ տատս
փորձառու հավատացյալ են դիսենց ասած են մեկ ասում պապաս են մեկը եսի մեր նախնիները ասի գիտեք ինչ դուք ինչ խոսում եք սուրբ գիրք չկա ձեր բերանում դուք մենակ ստա ենթադրություններ եւ այն մարդկանց խոսքեր որոնք գրքով չեն խոսացել բայց մենք գրքով ենք խոսում դուք գիրքը մերժել եք մարդկանց ասածներն եք ընդունում մեկը ջղայնացավ էլ առաջնորդ էր ասաց ինչա մեզ բոբիկի տեղեք դրե հեսա ես գրքով կխոսամ այդ բաները կառաջնորդեմ հենց ասես գրքով տենեմ Արմենն ու Խնկոն թուղթ ու գրիչ վերջին ասա գրենք ես էլ վերջեցի ասա գրենք որտե ես գրքով ապացուցելու որ Հիսուսը մեղանչական բնություն չի ունեցել հիմա մանագալը չի գտնամ ու լեզվով իրանց բախվում է բայց միտքը ուրիշ տեղ ալի որ հիշի որտեղից կարելի է բերել մեկին էլ մի ավակ հովիվել մտել այն սենյակ աղոթում գնում գալիս է ապակի է չթափանցող չնայած շոխ կերևում է այդ սենյակի աղոթում իրենցների համար որ իրանք ոնց ասած ինձ համոզեն հաղթեն ասել դե մի աղոթելով գնում գալիս ու փառքես Տեր որ աղոթում իմ համար աղոթում ինքը հիմա ասում Տեր դու ճշմարտությունը բաց ճշմարտություն ես խոսում իմ համար աղոթում ճշմարտություն խոսողի համար աղոթում այնքան թող ինչքան աղոթի սրանք կպարտվեն վերջում գիտեք ինչա հատ տվեց ասեց ես այդ մարդկանց անհնարինն է ասի դուք գիտեք անհնարին է միլազին համոզել որտեղ ինքը հավատում է ինչ որ ասում է հավատում է գրածին ասի փառքես Տեր ասում ես չգիտեի ես մարդ եմ ես այդ բացահայտում եմ լավ մեկ էլ ասեց բոլորին ասել են որ դու աղանդ ես բոլորին ասել եմ արտասահմանի բոլոր միսիոներներին ասել են որտեղ իր մոտ շատ մարդ են գալու որ միլազ աղանդա իր այդ գործ չունեք մեկ էլ անցավ մի ամիս դրանք հերոստացով հայտարարեցին այդ մարդու մասին որ ինքը աղանդավոր է ինչ որ ուզում էր ցանել իր մասին եղավ Աստված դարձեց իր ցանկություն դարձեց իր վրա հայտարարեցին աղանդավոր իրան հերոստացությամբ Աստված մեծ է իհարկե մեծ գործ է անում ուրեմն Ժողովուրդ ջան, Տերը էլ շատ տեղեր չկարդամ ժամանակի համար, Տերը երկու բնություն ունեցել է աստվածային բնություն ունի հիմա, ունեցել է մարդկային բնություն, նաև հետաքրքիր բան է, նոր մարդ, էլի նոր մարդու բնությունը պայել է, այսինքն մարդկային բնությունները հաղթեց մահին ու մեղքին, հիմա ապրում է մի մարմնի մեջ, արդեն այդ բնությունը չկա Որտեղ Հովհաննես հայտության մեջ ասում է մեկին տեսա մարդու որդու նման, այսինքն Հիսուսի նման։ Նա կնքեց այդ պատկերը նաև իր վրա հավիտենական մարդու պատկեր։ Աստված պատկեր չունի, բայց աստվածային անձերից մեկը նաև ընդունեց մարդկային պարգև։ Եվ դրվեց ողջ տիեզերքի իշխան, թագավոր, ամեն ինչի վրա, ինչ որ կա երկնքում, երկրի վրա եւ երկրի տակ գրած է, կարդացի։ Հրեշտակները ամեն ինչը նրանից ցած են։ Ասի մի զարմանալի, մեկ չեմ կարող հասկանամ, բայց չեմ ուզում ասում հակառակեմ։ Ես էլ եմ ասի, անկախ ինձ մարդ նով է։ Որ այդքան բարձրացիով Տեր Աստված։ Ոչ թե հրեշտակներից մեկն է, ոչ թե չերոբերներից մեկը, մեզանից մեկն է ամբողջ տիեզերքի թագավորը։ Եվ միշտ Պողոս իր շատ թղթերում ասում է, Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորություն։ Աստծո չի անջատում։ Եփեսացիներում կա շատ պետք է որ խոսացած լինեմ այդ թղթը բացատրելիս։ Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորություն, մեկացած Աստծո թագավորություն։ Ու մենք նրա մարմինն ենք, նրա ոտերի տակ դրեց ամեն ինչ։ Եկեղեցին է, մարմինը ոտերի տակ, եկեղեցին ամենաբարձրն է։ Ոչ թե բոլոր փրկված մարդիկ, որ ասեց երկնքում կլինեն, եկեղեցին է ամենից բարձրը։ Մարդկանցից էլ հրեշտակներից էլ ամեն ինչից է, բայց այդ մարդիկ կմնան պետություններ երկնային ու հավիտենական, հետաքրքիր է Աստծո գործը։
տերություններ, թագավորություններ, զորություններ, իշխանություններ, տարբեր կառույցների անունն է տալում, տարբեր թղթերում Աստծո խոսքը։ Բայց դրանցից ամենից վեր Հիսուսն է իր մարմնով հանդերձ, եկեղեցով հանդերձ։ Եկեղեցին ամենից վեր է, ոչ թե որ բոլոր փրկված մարդիկ լույսիշեք։ Հիմա ոմանք այն ծույլերը կասեն, ամար դենզի պետք չի դելեմ, կան իմ ուզածով վարվեմ, թող այդ համ երկիկ, թող ամենից վեր չլնեմ, այդ մարմնի մեջ չլնեմ։ Այդ միտքը տանմա կործանմա, որ ընդել չի լինի այդ մարդը։ Մարդը չպետք է հոժարվի, բաց թողելու բոլոր օրհնությունները կամ մերժի որոշ օրհնություններ։ Իրար հետ կապված են։ Փառք Աստծո, որ չափը գիտի ումն է տարե։ Երեխեքը մահացել են, անհավատի անգամ երեխեքը։ Այն գազայում սպանված երեխեքը։ Ոչ լավ գիտեին, ոչ վատ։ Մեղանչական բնություն ունեն, բայց ոչ ճիշտ չգիտեն։ Զոհվեցին հարվածներից, ինքնաթիռի, տարբեր ռակետների հարվածներից, բայց մի լավ բան Աստված նրանց համար կատարեց, անմեղ համարեց եւ փրկեց։ Երկինք տարավ, շուտով նրանք ինչ-որ պետությունների մեջ կլինեն։ Ուրեմն մենք մտածենք Քրիստոսի նման եւ ձգտենք եկեղեցու անդամ լինելու։ Բայց եկեղեցու անդամ լինելով էլ ձգտենք եկեղեցու անդամի ասած տրված չափանիշներով ապրենք, ոչ թե ջուրը մտնենք հնենք, ինչպես ոմանք հնուց ասել են, գալիս են չոր մեղավոր, հետո մկրտվում են, թաց մեղավոր դուրս են գալի դեպի աշխարհ։ Սա փրկություն չի մկրտվելը այդ ձևի։ Տերը ձեզ պահի։ Աղոթք անենք, շնորհակալություն հայտնենք եւ վերջացնենք։